Սիրելիներս ողջույն, ինչպե՞ս եք, հուսով եմ, որ լավ եք ու ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք, դե ինչ դուք եք արդեն սկսել պատրաստվել նոր տարվա այդ ամանորյա եռուզեռին, պատրաստել, գնել, չգիտեմ, սառեցնել, որ այդ օրը հանել, պատրաստի դնել սեղանին, ինձ մոտ սկսվել է արդեն նվերների պրոցեսը, երևի թե չգիտեմ այս վլոգում կստացվի, թե հաջորդ վլոգում արդեն բլինչիկն եմ պատրաստելու եւ վերջապես ձեզ ցույց տամ մերենգայով ռուլետը, որը խոստացել էի, իսկ ես եթե մի բան խոսք եմ տալիս, ապա անպայման անում եմ։ Սիրելիներս, այսօր մի փոքրիկ նկարելու եմ, նորից հարց ու պատասխան եմ անելու։ Ես չէի կարծում, որ այդ թեման այդքան մեծ աղմուկ կբարձրացնի, ես չէի պատկերացնում, որ այդ թեման շատերի մոտ կասկած կառաջացնի իմ խոսքերի, բայց երևի թե վերջնական վիդեո կնկարեմ այսօր եւ դրանով կավարտեմ այդ թեման, հավատացեք, ինձ արդեն տհաճ է դարձել։ Մի քանի հոլովակ արանքներում կտեղադրեմ, որպեսզի տեսնեք, որ իրականությանը համապատասխանում է իմ ասածը, որ ցավոք սրտի համապատասխանում է, ավելի լավ էր ես սխալ լինեի, քան թե ճիշտ, հա, ու հղումները կդնեմ ոչ թե մեկնաբանությունների բաժնում, այ հոլովակի տակը, որ ընդհանրապես բաղադրատոմս են գրում, ինչու որտեվ երբ որ կոմենտարիաներում են թողնում, եթե չեմ սխալվում, ավտոմատ կերպով հեռացվում է։ Կփորձեմ երկու տեղն էլ դնեմ։ Եթե կցանկանաք իմ պատմելուց, իմ խոսելուց, իմ ցույց տալուց հետո դուք կարող եք գնալ այդ մարդկանց էջերը, որոնք որ մասնագետ են այդ առումով, ու վստահված նստել, լսել ու հասկանալ, որ դա իրականում ցավոք սրտի գոյություն ունի ոչ միայն Ֆրանսիայում, այլ ավելի վատ, այլ ավելի շատ տարածում ունեցած Իսպանիայում ժողովուրդ։ Ես որ անկեղծ ասեմ, ես կարծում եմ, որ այդ օրենքը մենակ Ֆրանսիային է վերաբերվում, անկեղծ ասեմ, բայց այն որ Իսպանիան այլ ավելի վատ վիճակում է այդ օրենքի պահով, ես չգիտեի, բայց քանի որ որոշեցի ձեզ համար եւս մեկ անգամ նկարել եւ եւս մեկ անգամ ես ինքս ին վրա արդեն սկսեցի կասկածել, մտա եւ սկսեցի պրպտալ, ման գալ ամեն ձևով, ամեն կերպով, ամեն էջերով, ամեն կայքերով ինֆորմացիա, բավականին շատ ինֆորմացիա գտա, որը ձեզ անպայման կներկայացնեմ արանքներով փոքրիկ, իհարկե սա հոլովակի մեջում չեմ դնի, դա սխալ կլինի, քանի որ ուրիշի աշխատանքն է դա, բայց հղումը կդնեմ ներքևում։ Հիմա նայեք իմ եղունգների վիճակը, ես կտրեցի իմ եղունգները, քանի որ ասեցի արդեն շատ էր երկարել եւ կողքերից կոտրտվել էր։ Հիմա Մարիանան եկել է Նելի հենց տուն, Մարիանային գիտեք, Նելին գիտեք, ով միացել է նոր իմ էջին, կարճ ասեմ, Նելին Արմենի ամուսնուս մորաքրոջ աղջիկն է, Մարիանան էլ ինքնըստինքյան մորաքրոջ աղջիկն է։ Հա, ամուսնուս հարազատներն են, բայց իմ հարազատներն են, եկել է մանանիկս, գնում եմ եղունգներս արագ սարքի, ետ կվերադառնամ եւ այդ թեման միասին կշոշափենք, նույնիսկ արանքում երբ որ գնալու լինեմ, ճիշտ է անձրևա չեմ կարողանա շրջվեմ, ես ձեզ նույնիսկ տարածք ցույց կտամ, որտեղ մարդիկ երկարաժամկետ ուրիշ տեղ գնալով զմրսել էին իրանց պատուհանները քարե բլոկներով, որպեսզի չգան ու չմտնեն հանկարծ իրենց տուն, ժողովուրդ, այդ մասին հեսա հաջորդ մի քիչ մի փոքրիկ ուշ մի վայրկյան ուշ, քանի որ ձեզ համար մի քանի վայրկյան կթվա այդ process-ը, մինչև գնամ եղունգները սարքեմ գամ, իհարկե այդ արանքում որ դուրս գամ, այդ մասը ցույց կտամ որտեղ է գտնվում այդ տունը, չեմ մոտիկանում, որտեղ ցուրտ է ու անձրև է այսօր։ Դե ինչ, այստեղ պատրաստել եմ այն ինչ որ Մարիանային այստեղ էր թողել, այսինքն Նելին է եղունգների մաշինկան, մի քանի բան է ուզել ինձնից, դա եմ վերցնում ինձ հետ, եւ քանի որ իմ մանանիկը միշտ իմ եղունգները սարքելուց իհարկե գումար չի վերցնում ու դա ինչ որտեղ հասկանալի է, բայց անկեղծ ասեմ, ես ինձ շատ վատ եմ զգում այդ պահին, որովհետեւ կարծում եմ, որ դա ամեն դեպքում աշխատանք է, որը որ պետք է գնահատվի, անկախ նրանից բարեկամ ես թե հարազատ ես, օքեյ, եթե մի անգամ ես սարքում, ինչ որտեղ հասկանում եմ, բան չեմ ասում, մի անգամ սարքեցիր, օքեյ, չես վերցնում գումարը, բայց ժողովուրդ, անընդհատ սարքել ու դրա համար գումար չվերցնել, դա շատ սխալ է, դրա իսկ պատճառով ես մանանիկիս գնել եմ նվեր, այո, բրանսլետ եմ գնել իրա համար, հուսով եմ թեվով կլինի,
չլինի թևով, ոչինչ, թուղթը մեջն է, կտրոնը մեջն է առանց գումարի, կուզենա կգնա կմեծացնի, մեծ ռազմերը կվերցնի, կուզենա կգնա կփոխի իր ուզածը կվերցնի։ Մի խոսքով նվերը այստեղ է։ Հիմա գնում եմ արագ-արագ Նելիկոյենց տուն։ Ճանապարհին ցույց կտամ։ Թե ինչ ժողովուրդ, ես դուրս եկա արդեն, գնամ արագ պատրաստեմ, գնամ արագ եղունգներս սարքի, որ ճիշտն ասեմ, առաջ ես իրականում ինքս էի իմ եղունգները սարքում, այսինքն սարքելը որն է ժելեի անում, իմ բնական եղունգների վրա, քանի որ իմ եղունգները ինքը իրանով շատ ամուր են, շատ պինդ են, եւ կարելի ասել մկրատը նույնիսկ դժվարանում է կտրի, բայց Հայաստան գնալուց առաջ Մանուլս առաջարկեց, ես էլ այդ վաղ եղունգներս կարճ էի կտրել ճիշտն ասած, չէր հասցրել սիրուն երկարել, խնդրեցի ասի կլինի սարքենք եղունգներս, ու այդ օրվանից սկսված Մանուլս ընկավ իմ ձեռը կրակը, միշտ եղունգներս ինքն է հիմա սարքում, արդեն ինչքան եղավ 5 ամիս, հա, երևի, շատ սիրուն է սարքում, շատ որակով է սարքում, իդեպ ինքը սարքում է, աշխատանքն է դա իրա, հա, եթե ապրում եք Լիոնում, մոտակայքում եւ ուզում եք լավ հաճելի աղջիկը ձեր համար որակով ու բարեխիղճ եղունգներ սարքի, հավատացեք, որ մանանից լավը երևի թե չկա։ Դա ուղղակի չեմ ասում, որտեվ իմ հարազատն է, որովհետև իմ մոտիկն է, դա իրականությանը համապատասխանում է, քանի որ YouTube-ն այնպես բան է, որ բաց սարքի կգրեք միանգամից ժողովուրդ։ Այնպես որ համեցեք, եթե ցանկանում եք, հա։ Նորից Մարիանա Instagram-ը կդնեմ ներքևում, եթե կցանկանաք, մտեք նայեք իր աշխատանքները։ Ինչ էի ուզում ասեի։ Ուզում եմ ներողություն խնդրեմ այս քանի այդ օրվա վիդեոների համար, որովհետև իրականում իմ ալիքում չեմ սիրում, որ սենց ինչ-որ անհասկանալի իրավիճակ ա լինում, ինչ-որ մթնոլորտ ա լինում, որ ինձ դուր չի գալիս ճիշտն ասեմ, ես ինքս իրանով շատ պոզիտիվ անձնավորություն եմ ու սիրում եմ միշտ մարդկանց մենակ պոզիտիվը տալ ու որ անկեղծ ասեմ, սիրում եմ պոզիտիվն էլ հետ ստանալ, որովհետև չեմ սիրում ոչ վատ մթնոլորտ, վատ էներգետիկա, հա, այսինքն կար մարդիկ, որոնք սիրում են, չէ, ինչ-որ խնդիրներ ստեղծեն, ու այդ խնդիրները իրենց հաճելի է դառնում, քննարկման թեմա է դառնում, ես այդպիսին չեմ, որ ճիշտն ասեմ, դրա համար այդ թեման շոշափելով ես չէի կարծում, որ այդ աստիճանի ռեզոնանս կառաջացնի մարդկանց մոտ, նույնիսկ ապրելով Ֆրանսիայում, չգիտակցել այդ օրենքի մասին, իդեպ օրենքը կոչվում է 48 ժամի օրենք, այսինքն եթե նույնիսկ դուք դուրս եք եկել տնից եւ երեկոյան եք վերադարձել, չէ, կներեք, սխալ արտահայտվեցի, եթե դուք դուրս եք եկել մի քանի օրով տանից եւ 48 ժամվա ընթացքում մարդիկ մտել են ձեր տուն, ապրում են ձեր տանը եւ ձեր տանից հասցրել են պատվիրել, դա ես էլ նոր իմացա իդեպ այդ հոլովակներից, հասցրել են պատվիրել օրինակի համար պիցա կամ ինչ-որ առաքում ձեր տուն ու իրանց քարտային հաշվի վրա գրանցվել է, որ իրանք պատվիրել են այս հասցեի վրա եւ իրանք են վճարել։ Մի խոսքով ապացուցում է, որ այդ տան մեջ են եղել 48 ժամվա ընթացքում, ապա այլևս օրենքը ձեր կողմից չի, այն մարդու կողմից է, որը որ արդեն բնակվում է ձեր տանը։ Եկեք ցույց տամ այդ տարածքը, որ ասեցի։ Ժողովուրդ, տեսեք, սա վաճառվում է։ Շատ լավ տարածք է, այս մասը շատ եմ սիրում։ Այ այն կողմի վրա է, չգիտեմ կերևա թե ոչ, չեմ ուզում շատ մոտ գնամ, կավրա վերեք գնամ, հա, հուսով եմ չեն մտածի ինչի եմ նկարում, մարդիկ կարող է ձեզ թվա, որ ինչ-որ բան են անում, ուղղակի տունն են մեծացնում, բայց իրականում նրանք այստեղ չեն ապրում, ամբողջ 4 կողմը պատել են ռեշոտկաներով, ճաղերով, հա, մետաղյա, եւ այս մասում, որ քանի որ դեռ չեն ապրում, ինչ որ վերանորոգման փուլում են, մարդիկ ճաղերով փակել են, նայեք,
Առաջ լրիվ քարերով էր փակած։ Հիմա ուղղակի ճաղեր են դրել։ Այս մասերը լրիվ, պատուհանները լրիվ քարերով փակեր, այդ նույն քարերով։ Նոր են բան արել, բացել։ Հիմա ես վստահ եմ, դուք կասեք, որ հա դե ինչա, վերանորոգում են մարդիկ ու ճաղեր են դրել, բայց ասում եմ ձեզ, այդ վերանորոգման ընթացքում ճաղերի փոխարեն դրացել բան, քարերով փակած էր ամբողջովին, որպեսզի հանգարց ու չմտնեն ու չգրավեն տունը։ Իհարկե տուն վերադառնալուն պես կկարդամ այն կոմենտարիաները, որոնք սկրինշոտ եմ արել եւ պահել եմ, որոնք կկարդամ ու ամիջապես կպատասխանեմ, որովհետեւ այսպես միանգամից մի քիչ բարդ է հիշել բոլոր կոմենտարիաները, որ անկեղծ ասեմ, բայց ինչևից է։ Ժողովուրդ, նենց չի, որ մարդիկ այստեղ ախով դողով են ապրում ու գիշերը կոպիտ ասած չեն քնում, որ հանգարց իրանց տունը չգան ու չգրավեն, բայց ամեն դեպքում այդ օրենքը ցավոք սրտի գոյություն ունի, ինչի մասին կխոսանք մի վայրկյան հետո, հենց արդեն վերադառնամ տուն։ Ժողովուրդ, ես էլ հիշում եք, որ ասում էի Ալոնան Տիսմայով էլ ավարդեր պատրաստում, ես էլ հեսա Միլենային էր նվիրել, տեսած սպասեք նկարեմ, ձեզ նորից ցույց տամ։ Դե ինչ ժողովուրդ, ես արդեն տանն եմ, սա հաջորդ օրն է, ներողություն եմ խնդրում, որ նույն օրը չկարողացա հոլովակը շարունակել, քանի որ այնպես ստացվեց, որ եղունգների աշխատանքը ավելի երկար էր, քան ես պատկերացնում էի, քանի որ մոռացել էի, որ 0-ից պետք է անի ամեն ինչ, որովհետև կոտրել էի, մի խոսքով ավիրել էի եղունգներս։ Դրա այս պատճառով շատ ուշ վերադարձա տուն, արդեն Արմենն էլ էր աշխատանքից վերադարձել սոված։ Մի խոսքով չշարունակեցի երեք վլոգը։ Հիմա եմ շարունակում, նախ եկեք մի հատ իմ մատիկները ցույց տամ, թե մանանիկը ինչքան գեղեցիկ նոր տարվա ինձ համար տոնական մանիկյուր է սարքել ձյան փաթիլներով, ինձ թվում է, որ ձեզ հավեսի գցեցի ու դուք անպայման նույն ձևի կանեք ձեր եղունգները, ինչի համար շատ ուրախ կլինեմ իդեպ։ Հա, իսկ հիմա անցնենք բուն թեմային, հիմա ես հոլովակ եմ հատուկ միացրել, նա ապրում է Ֆրանսիայում, փաստաբան է, օրինական, իր դիպլոմներով, մի խոսքով սա մեկն է, շատերից մեկն է, ով խոսում է այդ թեմայով, ես հիմա կմիացնեմ, որպեսզի դուք լսեք մի որոշ հատված, եթե կուզենաք անցեք իր ալիք, ինք ունի նաև TikTok-յան էջ, հա, հետո մենք կշարունակենք, ես հարցերին կպատասխանեմ, կոմենտարիաներին ավելի шут, եկեք միացնեմ։ Например, когда ты заселяешься в какое-то чужое жилое помещение, на это помещение ты вызываешь пиццу, там у тебя будет чек с твоей карточки оплаченный, что на этот адрес ты вот в такой-то день уже заказал пиццу. И это является доказательством как раз вот этих 48 часов. Более того, люди делают на фоне интерьеров фотографии, постят в TikTok, постят в YouTube. Это целая наука. И, к сожалению, это все работает. Во Франции тоже это все есть. Большая часть того, что я знаю, это квартиры на первых этажах, куда можно забраться. Естественно, обычно это старики. То есть люди уехали в больницу, и есть подозрение. Нельзя об этом говорить, потому что это без доказательств. Եկեք մի պահ դադարացնեմ, միգուցե ռուսերեն շատ չեք խոսում։ Նա խոսում էր Իսպանիայի մասին, որ այդ ամեն ինչը կատարվում է Իսպանիայում, եւ ասես նաեւ դրա մասին, որ այդ ամեն ինչը կա նաեւ Ֆրանսիայում, 48 ժամվա օրենք է կոչվում, այսինքն եթե 48 ժամվա ընթացքում դուք չեք բողոքում, ոստիկանություն չեք դիմում, որ ձեր բնակարանում, ձեր առանձնատանը ինչ-որ մեկը բնակվում է, ապա 48 ժամ հետո շատ դժվար է լինելու ու դա կապ չունի ձեր բնակարանում դուք բնակվում եք, թե ոչ։ Միգուցե դուք մեկ շաբաթով կամ 3 օրով դուրս եք եկել տանից եւ 48 ժամվա ընթացքում, եթե դուք չեք դիմում, որ ձեր տարածքում այլ մարդիկ են ապրում, ձեր բնակելի տարածքում, ապա արդեն այս ամենն է լինում, ինչ որ այդ կինը ասում է, եւ հատկապես դա ասեց լինում է ծեր մարդկանց հետ, ովքեր միայնակ են ապրում, առաջին հարկերում են ապրում եւ երբ հայտնվում են հիվանդանոցներում, շատ վաղ
նա ասաց, որ կասկած կա, որ հենց հիվանդանոցի աշխատակիցներից, կոնկրետ չի ասում ով, բայց այդպիսի մարդիկ կան, ովքեր հայտնում են, որ այդ տները դատարկ են մի օրով, երկու օրով, երեք օրով եւ դրանց պատճառով շատ վաղ ծերերի տներն են գրավում եւ ապրում։ Но, скорее всего, сотрудники больниц тоже в этом замешаны, потому что те события, те случаи, которые я знаю, обычно со старушками, которые легли на серьезные полостные операции. 100% она не вернется домой, и ты спокойненько себе там живешь, и когда она возвращается, ты уже ремонт там успеваешь мелкий сделать. Если у вас есть какие-то юридические вопросы, с удовольствием обращайтесь в нашу компанию. Այսինքն դուք հասկացեք ինչ է դա նշանակում, որ երբ որ տանտերը վերադառնում տուն, ասում արդեն այնտեղ ռեմոնտ են սկսում անել, այն մարդիկ, ովքեր դրա իրավունքը ընդհանրապես չունեն։ Մեկ այլ վիդեո էլ կա, հեսա ես կմիացնեմ ու հարցերին պատասխանելուց հետո մի փոքրիկ հատված կթողեմ, որպեսզի դուք դիտեք, որը վերաբերվում է կոնկրետ Իսպանիային, ավելի վատ իրավիճակում է Իսպանիան, ժողովուրդ։ Ես չէի կարծում, որ Իսպանիան այդ աստիճան վատ իրավիճակում է։ Դե ինչ, եկեք անցնենք ձեր կոմենտարիաներին, այսինքն այն մարդկանց, ովքեր որ գտնում են, որ ես իզնից եմ օրինել այդ ամեն ինչը, չգիտեմ ինչի դա ինձ ինչ օգուտ էր տալու, եւ իմ խոսքը կարելի ասել կասկածի են դնում, իսկ ես դա չեմ սիրում, ուզում եմ վերջնականապես այդ ամեն ինչը գցել տեղը եւ ավարտել այս թեմայի շուրջ զրույցներս։ Սկսեմ նախ ուրիշ կոմենտարիայից, որ հաստատում է, որ դա իրականություն է։ Անահիտ Այրապետյանն է գրել 6799, Սերենե ջան, ցավոք սրտի Իսպանիայում էլ կա այդ տարօրինակ օրենքը, որ գալիս մտնում են ուրիշի տուն, դուրս չեն գալիս, կոչվում է օկուպար, այո, օկուպար է կոչվում ու դրա պատճառով հիմա նույնիսկ շատ դժվար է վարձով տուն գտնելը, այո, վարձակալությունն էլ է դժվարացել, դժվարացել է վարձով տուն գտնելը, լոգիկայից դուրս է օրենքը, իսկ տների գները ահավոր թանկացել է, աստղաբաշական թվեր են դժվար, թե այստեղ արդեն լազանիայի մասին է խոսում։ Հա, ինչ է ուզում ասել, որ այո, նույնիսկ Իսպանիայում, նույնիսկ այստեղ վարձակալությունը շատ դժվար է, դրա համար, երբ որ վարձակալում է այստեղ բնակարան նախ 3-ից 6 ամիս նախորոք նախապես գումարն են վերցնում, էդի մեկ, երկրորդը ձեր հետ կոնտրակտ են կապում, նոր ձեզ ներս են թողում, այսինքն ուղղակի ձեզ չեն տա բնակարան, խոսքի վրա, հա, որ ամսական ես վճարելու են, որտեղ նույնիսկ վարձակալը, երբ որ վարձում է եւ ձմեռային սեզոնն է եւ գումար չունի չի վճարում, տանտերի իրավունք չունի տանից դուրս հանի, դա մի քիչ ուրիշ է, բայց այն որ գալիս են ու չեն վարձակալում, պարզապես գալիս են եւ գրավում են տունը, ապա դա թե Ֆրանսիայում, կարծում եվրոպական ուրիշ երկրներում էլ այդ հիմար օրենքը գոյություն ունի, ժողովուրդ։ Երանուհի Տուդերյանն է գրել մի կողմնա տանցար են կողմ, բարև Սերնե ջան, բնակարան գնելու հարցում կարծում եմ մի սխալություն կա, երևի օրենքը լավ չգիտեք, կներեք իհարկե, ձեզ ասելով Ֆրանսիային արավ փախավի երկիր է, խելքի մոտ բան չի, լավ ուսումնասիրեք, ես ձեզ նեղացնելու համար չեմ գրում, ուղղակի զարմանում եմ, ձեզ գրում եմ ԱՄՆ-ից, լավ եղեք։ Այո, Երանուհի ջան, ես ինքս էլ երբ որ իմացա նախ, կարելի ասել շշմել էի, ասում եմ ինչպես կարելի է, չհասկացա իմ տունն է, օտար մարդ գա մտնի իմ տուն ապրի ու ես գնամ ոստիկանություն, հերիք չի ոստիկանը ոչ մի բան չանի, իհարկե 48 ժամ գոյություն, եթե մինչև 48 ժամը լրանալը դուք ապացուցում եք ու դուրս եք, այսինքն ոստիկանությունը կարող է գալ եւ դուրս անել, իսկ երբ որ 48 ժամ արդեն լրացած է լինում, այդ վաղտ արդեն լավ չի իրավիճակը, հա, ու ես այդ վաղտ ես էլ էի սենց կարելի ասել կատաղության աստիճան բորբոքված էի, չնայած որ չունեի սեփական տուն, բայց իմ համար այդ օրենքը աբսուրդից վեր է։ Ամերիկայում այդ օրենքը բացի նրանից որ չկա, Ամերիկայում նույնիսկ ապրողը իրավունք ունի իր հայաթով ինչ որ մեկը քայլելուց լինի, հրացանը հանի եւ խփի, ասի իմ տարածքա մտել։ Իսկ ստեղ ոչ, եւ այս կինը նույնպես ունի
Բենակ այս կինը չէ, այսինքն լուրերով են ցույց տվել այդ կնոջ պատմությունը, որը ժառանգապար իր հորից ստացել է տուն, թանկարժեք տուն, եւ քանի որ երբ որ ժառանգություն է ստանում, ինչքան որ թանկ եղավ այդ տունը, այդքան դուք ավելի նալոգ ոնց է հայերեն վճարումներ եք անում պետությանը, մի խոսքով կարելի ասել է տան հալարկես գինը դուք պետքա պետությանը վճարեք, դա էլ աբսուրդի ժանրից, այստեղ Ֆրանսիայում, որ եթե օրինակի համար ես ունեմ տուն արժի 1 միլիոն եվրո, այդ 1 միլիոնից երևի թե մոտավորապես մի 400,000-ը պետքա պետությանը դու փոխանցես, չեմ հիշում ոնց է կոչվում, կարծեմ նալոգ է դա կոչվում, հա, որ այդ տունը արդեն քեզանով լինի, իսկ այդ կինը չի ունեցել այդ մեծ գումարները, որպեսի վճարի ժառանգության համար, որոշել է տունը հանի վաճառքի եւ ոնց որ երբ տունը կվաճառի, այդ նալոգը վճարի պետությանը եւ մնացած գումարը պահի իրեն, բայց не тут-то было են, որ ասում է, մինչև վաճառել տունը, այսենց անտուն ինչ որ մեկը մտել է, սկսել է բնակվել, այս խեղճ կինը փորձել է իր ուժերով հանել այդ անձնավորությունը, որի համար ստացել է 1 տարեկան դատապարտվել է 1 տարեկան, կարծեմ, ազատ կալանքի, դատական process-ների մեջ է, մի խոսքով մի ահավոր վատ իրավիճակում է, մինչև հիմա այդ ամեն ինչը շարունակվում է, արդեն երևի 6-7 ամիս է այդ պատմությունը կա, ֆրանսիական ալիքներով ցույց են տվել, լուրերը խոսացել են, այս կինը նույնիսկ հատուկ սյուժետ նկարեց խոսած, եթե ուզենաք կարող եք մտնել դիտել։ Հա, Երանուհի ջան, ես հասկանում եմ ձեր չհավատալ, եթե ուզում ասել։ Այստեղ գրել է Անուշ Նազարյանը, երևի Անուշ Նազարյան, ուղղակի արանքում հկա, Սերինե ջան, բարև ձեզ, ես այս պատմության մեջ մի բան այն չէ, հատկապես, որ անչափահաս 15 տարեկան երեխայի մասին է խոսքը, որը անծանոթ մարդկանց հետ տուն թողել, կարծում եմ, որ ոստիկանության շատ արագ պիտի կարողանար անել դրանց մի բան էլ պատասխանատվության ենթարկել ու այն դեպքում, երբ անձը ընդամենը 2 շաբաթ է բացակայել երկրից, կարծում եմ, այս պատմությանը թաքնված կողմեր ունի։ Նայեք, նախ 15 տարեկան արդեն այդքան է փոքր չի, հատկապես տղա երեխան եւ առաջինը մայրը միգուցե ինչ որ շտապ դեպք ա եղել եւ պետք է գնար իր հայրենիք եւ դրա իսկ պատճառով երեխային մենակ է թողել։ Հիմա ես չգիտեմ, երբ ինքը գնացել է դիմել ոստիկանություն, արդյոք ասել է, որ իր տղա երեխային մենակ է թողել, թե ոչ, բայց ես նորից եմ կրկնում, ոնց որ այս կինը ասեց, երբ որ դուք փաստեր եք ներկայացնում, որ դուք այդ բնակարանում 48 ժամից ավել եք, օրինակի համար ինչ որ պատվեր եք կատարել հասցեի վրա կամ չգիտեմ, ինչ որ ձեր շորերն եք դրել, տեղավորել ամեն ինչով, հա, այդ դեպքում շատ արդեն դժվար է լինում եւ այդ կինը, ասում եմ ձեզ, մինչև հիմա ինքը այդ պարտքը կուտակվում է իր վզին, այսինքն ինքը այնտեղ չապրելով ամսվա բարձը կուտակվում է իր վրա եւ ինքը նույնիսկ չի կարող հետ հանձնել այդ տունը, որովհետեւ այդ տան մեջ մարդիկ են ապրում։ Մի խոսքով շատ բարդ է այդ ամեն ինչը եւ երբ նկարները ինձ ցույց տվեց այդ տան ինքը նկարել էր, թե ինչ ահավոր վիճակում էր տունը գտնվում, թե ինչ ահավոր բաներ են արել այդ տան մեջ, արդեն իսկ երբ ինքը իր որդուն վերցրել դուրս է եկել, կարողացել է ներս մտնել, մի քանի որոշ ֆոտո անել, որ նորից ապացույցներ ունենա, որքան որ բանալին ունեցել է, կարծեմ, կամ չգիտեմ ոնց է մտել արդեն, չեմ կարող ասել, ու երբ ես սյուժետ էի նայում նորից դրա այդ թեմայով, իհարկե դա Իսպանիայից էր, հավատացեք, հեսա ցույց կտամ երևի այդ հատվածը, նես տպավորություն, որ այդ նույն նկարներն էր ինքը ինձ ցույց տալի, այսինքն նույնը չէ, բայց նույն վիճակում էր իր տունը, այնպես որ ժողովուրդ այդտեղ թաքնված ոչինչ չկա, պարզապես եւ հիմնականում ներխուժում են գնչուները, հիմնականում ներխուժում են նրանք, ովքեր որ շատ անօրինական ինչ որ արքուվաճառքով են զբաղվում եւ դա իրանց համար շատ հարմար տարբերակ է բնակվել միտեղ, որտեղ որ եթե վաղը մյուս օր մի բան ինչ լինի, իրանք այդտեղից հանգիստ դուրս կգան ու կգնան եւ ասեմ շատերը նույնիսկ ներխուժում են, բնակվում են դրանով տիրոջը փորձում են ոնց որ շանտաժ անել եւ գումար կորզել, ասում են ուզում ես տանից դուրս գամ, օրինակի համար 5000 եվրո ինձ բեր տուր կամ 10000 եվրո, նայած ինչ աստիճանի թանկանոց տուն են իրանք մտնում, իսկ ասեմ ձեզ նույնիսկ այն ամենահարուստների տները իրանք կարողանում են եւ մտնում են։ Այստեղ կներեք անունը չեմ կարողացել սկրինշոտ անել, բայց դե ինձ թվում է կոմենտարիան որ կարդամ կհասկանա
տվյալ անձնավորությունը, Ֆրանսիայում եթե մի քանի օր բացակայես քո տնից, ուրիշ մարդիկ չեն կարող օրինականորեն մտնել ու բնակվել այստեղ եւ հնարավոր է նրանց արագ դուրս հանել։ Ոչ, հնարավոր չէ, թե 40 ժամն անցել է ոստիկանության միջոցով, հենց ոստիկանությունը ինքը ձեզ կարգելի նույնիսկ մոտ գալ ու հանգարց վնաս տալ այդ մարդկանց, թե չէ ձեզ կտանեն, կբանտարկեն։ Ասեմ իմանաք։ Մի քանի օր բացակայելը չի համարվում տունը լքված։ 48 ժամ հետո համարվում է։ Օրենքը պաշտպանում է սեփականատիրոջը։ Հատկապես եթե դա քո հիմնական բնակարանն է։ 2025 Ֆրանսիայում օրենքը խստացվել է եւ սկվեթների մասին է հենց խոսքը պաշտպանության զգալումները նվազել է Իսպանիայում, այո, ավելի բարդ է, ճիշտ ասած վաղուց եմ հետևում ձեր ալիքին, մեծ սիրով դիտում եմ եւ հատկապես աշխատանքի գնալուց առաջ սուրճի երևի թե մեկ վարքյան մի խոսքով դուք հասկացաք ինչի նկատի ուներ այնտեղ կեսն եմ սկրինշոտ արել երկար էր կոմենտարյան ժողովուրդ իրոք այդ հարցը շատ բարդ է եւ չկա լքված տուն, կա տուն, որը մարդիկ չեն ապրում, որովհետեւ արձակուրդ են, կա տուն, որը փակել են եւ ծնողը ցավոք սրտի մահացել է եւ ժառանգել է իրեն, բայց ինքը այդ բային է տան մեջ չի ապրում։ Ոչ մի դեպքում դա արդարացի օրենք չի, անկախ նայած դու այդ տան մեջ ես ապրում, թե ունես 5 տուն, բայց 5-ից մեկի մեջ ես դու բնակվում, դա օրենք չի, որը որ իրանք հանել են, նույնիսկ Իսպանիայում, որ պետքա մարդիկ մտնեն ու ապրեն ու դուք ձեր իսկ տան սեփականատերը լինելով իրավունք չունեք այդ մարդկանց այդ տնից դուրս հանել։ Ինչ եմ ուզում ասեմ, օրենքը նորից եմ կրկնում գոյություն ունի, այնպես որ մի ասեք, որ չկա տենց բան, որովհետև կա տենց բան։ Ինչքան էլ որ մենք չենք ուզում ընդունենք, ինչքան էլ որ մեզ դա հաճելի չի, բայց չգիտես ինչ է, օրենքը կա, հետո պետությանը դա ձեռք է տալիս, նայեք։ Անտուն մարդիկ Եվրոպայում շատ կան, շատ կան։ Մի երկու ընտանիք էլ պակաս դիմի տան հարցով, պետությանը օգուտ է, բյուջեին օգուտ է, այսինքն գնացել է մտել այսինչ մեկի տունը, որը ունի տուն, ապրում է, իրա ինչ, թող ապրեն, կարևոր իրանից ոչինչ չեն ուզում։ Այդ օրենքը Ամերիկայում էլ կա, Ֆրիդա Սահակյանն է գրել, ճիշտն ասած չգիտեմ օրենքը Ամերիկայում կա թե չէ, ես գիտեմ որ Ամերիկայում ով փորձի ներխուժի իրավունք ունես նույնիսկ սպանես, եթե քո տարածքա մտե, ինչքանով որ ես լսել եմ, տեսեք Ամերիկայի պահով վստահ չեմ խոսում, դեռ այնտեղ չեմ ապրում, բայց ինչքանով լսել եմ տենց է։ Ստեղ Երանուհի Տուտերյանն է գրել, 30 տարի ապրում եմ Լոս Անջելեսում, այսպիսի բան չեմ լսել, օրենքը սեփականատիրոջ կողմից է, բայց եթե կարճ չես տալիս, կարող են օրենքով քեզ հանել։ Հա, նայեք, Ամերիկայի մասին ես չեմ խոսացել, ես ապրում եմ Ֆրանսիայում, Ամերիկան դա ուրիշ է։ Այստեղ Մարիա Ասատրյան երևի թե գրել է, բայց մեր քաղաքում այդպիսի բան չկա, մենք էլ ամիսով բացակայում ենք, զգուշ եղեք, նույնիսկ ձեր սեփական հարևանը կարող է իմաց տալ ու ասել տանը մարդ չկա, եկեք բնակվեք։ Այստեղ Արմինե Ալվադյանն է գրել, Սերինեյ ջան, ողջույն, այո, ճիշտ եք ասում, իմ բարեկամներն էլ պատմել են Իսպանիայից, Ֆրանսիայից, նույն ձև նման պատմում էին, շատ ցիգաններ են անում, այո, հենց հիմնականում ցիգաններն են անում։ Այստեղ Ան Տեր Մեկֆի, ոնց որ տենց հանուն է, հա, ճիշտ եք ասում, որ մտնում են, ապրում են, բայց ոչ երկու շաբաթվա բացակայությունից, դա կարող է մտնել, երբ որ երկար տարիներ տունը մարդ չի ապրել, կամ այդպիսի օրենք Բելգիայում, որ երկար տարիներ պետք է տուն երկու մարդ չի բնակվում, քաղաքապետարանը մեծ տուգանք է դնում։
Նայեք, այստեղ չկա տենց բան երկար տարիներ, թե քիչ, ասում եմ, տեսեք, նույնիսկ այդ կինո խոսում էր, որ խեշտատիկ պապիկներ, որ ընկնում են հիվանդանոց, նույնիսկ այդ դեպքում, երբ որ ցածր հարկերում են ապրում ու հեշտ է ներխուժելը ներս, իրանք կարող են հանգիստ նստել այդ տան մեջ, եւ եթե 48 ժամը լրանում է, արդեն հանելու process-ը բարդանում է նույնիսկ սոցիալական կվարտիրաների ժողովուրդ, նույնիսկ երբ որ ձեր սեփականությունը չի այս սոցիալական կվարտիրայում եք ապրում, մեկը օրենքը նույնն է։ Այստեղ Կարինա Ալեքսանյանն է գրել, ես Հոլանդ եմ մնում, ստեղ էլ կա այդ բաները, տեսնում եք, նույնիսկ այնտեղ կա Էֆիկ Նահապետյան, Սերնե ջան, մենք երբ գնում ենք արձակուրդ, աղջիկներս գալիս ու նամակատուփը դատարկում են, որ չիմանան մարդ չկա։ Իդեպ իմ գործընկերուհին էլ ֆրանսիացի է, իր աղջիկը ապրում է վիլաժում, մեծ սեփական տուն ունի եւ երբ իրան գնում են արձակուրդ երեխայի հետ, ոնց որ ընտանիքը գնում է արձակուրդ, իմ գործընկերուհին գնում է եւ մնում է իր աղջկա տունը, որպեսզի հանգարց ոչ մեկ չկա չներխուժի ու չապրի, մինչեւ իր երեխեքի հետ վերադառնալու ժողովուրդ։ Այո, Իսպանիայում էլ կա այդ հիմար օրենքը, կան շատ ու ահավոր է, Նազան Ավակյան։ Այստեղ Ինեսայիննա, գիտեք ինչ կարծես Աֆրիկայի ինչ-որ ջունգլիների ցեղերի մասին պատմեք, լավ էլի 20 տարի ապրում եմ Եվրոպայում, ինչպես կարելի է հավատալ նման պատմությունների, այո եղել են դեպքեր, որ չբնակված տների ներխուժել են, բայց միևնույն է օրենքի ուժով այդ շպրտվել։ Հիմա այն վարձով տան մեջ են ապրում 5 տարի է, բնակված չէր, որ իրավունք ուներ մտնել, միգուցե այդ կնոջ արդեն հանած են եղել այդ հասցեից, մի խոսքով չի կարելի եզակի դեպքերը ընդհանրացնել, հաջողություն ձեզ եւ առողջություն։ Սիրելիս, հարգելիս, այնպես չի, որ յուրաքանչյուր տուն մտնում են, ես ուղակի ընդհանուր օրենքից խոսեցի, ես չասեցի սենց գալիս են ու սենց սաղ տները գրավում են մարդիկ, ոչ, ուղակի, բոլորիս հետ, ոչ մեկս ապահովագրված չենք ժողովուրդ, ցավոք սրտի ապահովագրված չենք, կարա բոլորիս հետ էլ դեպքը պատահի։ Դրա համար շատ զգուշ պետք է լինեք, շատ զգոն պետք է լինեք, ամեն դեպքում, ասում է, предупрежден, значит вооружен։ Այն օրը Սամոյի հետ էինք խոսում այդ թեմայի շուրջ, ու երեխան էլ է տեղյակ, որը մեծացել է Ֆրանսիա, մամա ասում է, հա, ճիշտ է, այդ օրենքը կա, օրենքը կոչվում է 48 ժամի օրենք։ Ու ասում մամա, բայց երբ որ տնից դուրս գաս, կարաս կամերաներ բան դնես ու ամեն վայրկյան հսկես, այսինքն դուք դուրս գալուց տանից կամերայով ներսը նայում եք, եթե հենց տեսնում եք ինչ-որ մուտք ձեր տուն, այդ նույն րոպեին զանգում եք ոստիկանություն, ասում եք ես գնացել եմ օրինակի համար արձակուրդ եւ տեսնում եմ, որ իմ տան մեջ ինչ-որ մեկը կա։ Այդ դեպքում դուք ոստիկանությանը սիգնալ եք ուղարկում ու ոստիկանությունը այդ պահին գնում է եւ դուրս է հանում։ Դուք ունեք ապացույց, որ 48 ժամը չի անցել։ Դուք նախ գնալը մինչեւ արձակուրդ օրինակի համար կարող եք ոստիկանությանը զգուշացնել, որ ես գնում եմ արձակուրդ, եթե հնարավոր է, երբ որ շրջում եք տարածքներով, իմ տան տարածքով էլ ոնց որ անցեք, որ եթե շարժ լինի նկատեք։ Չգիտեմ, մի խոսքով, այս մի հոլովակել կմիացնեմ, որ չեմ միացնի, եկեք չմիացնեմ, եկեք ես հղումը դնեմ այս վիդեոյի ներքևի հատվածում, դա հիմնականում Իսպանիայից է, մենակ մի կես բառով ասեմ, ես ինքս նայեցի ու ապշեցի ժողովուրդ, այդ հատուկ գործակալություն են բացել Իսպանիայում, ու այդ գործակալությունը նույնիսկ շատ վաղ աշխատում է ոստիկանության հետ, քանի որ օրենքի սահմաններում ոստիկանները ոչինչ չեն կարող անել, եւ նույնիսկ ինքը ասաց, որ շատ ոստիկաններ իրենց հարազատների համար դիմել են նույն այդ գործակալությունը, ասաց պատմում էր դեպք, ասում է ոստիկան եկել, ասում է ես պիստոլետներ ունեմ ու ուժներ ունեմ, որպեսզի մտնեմ ու դուրս հանեմ, բայց օրենքը ինձ թույլ չի տալիս, դրա համար դիմում է այդ տվյալ
գործակալությանը, որոնք գնում են, մտնում են, խոսում են այդ ներխուժածների հետ, եթե ներխուժածները ինչ-որ գումար են առաջարկում, որ վճարեք դուրս կգանք, եթե տանտերը համաձայնում է վճարումը կատարում են ամեն մեկը իրենց ոնց որ արդեն happy end-ով ապրում է ոնց ուզում է, բայց եթե ոչ, այնտեղ ինչ-որ եթե օրինակ համար ներխուժել է, բայց ոչ մի գումար չի ուզում ապրել տան մեջ, ապա այդ գործակալության աշխատակիցները անում են ինչ որ պետք է, որպես այդ մարդիկ հոդս ցնդեն, այսինքն չեմ ասում ես ինչ են անում, բայց նենց են անում, որ այդ տնից շուտապույտ փախնեն ու կորեն, քանի որ արդեն կա ինչ-որ մի խումբ, որ զբաղվում է դրանով, դուք հասկանում եք, որ Ֆրանսիայում այդքան խորացված չի, Ֆրանսիան այդքան բաց չի արտահայտում այդ ամեն ինչը, բայց կա։ Ես չգիտեմ կկարողանամ արդյոք գտնել այդ կնոջ ֆրանսերենով, եթե դուք ապրում եք Ֆրանսիայում ու չեք լսել այդ օրենքի մասին, միգուցե դուք սա նայելով հասկանաք, թե մեկ վայրկյան էլ տեսնեմ կգտնեմ, որովհետև սա այն մյուսնա, Ֆրանսիա կդալսը չի, չեմ գտնում ժողովուրդ, չգիտեմ ինչի չեմ գտնում, կամ, չէ, կներեք դա TikTok-ով հենց այդ կիններ գցել, որ իր մասին լուրերով խոսում էին, սա, կարծեմ սա է, մեկ վայրկյան, չէ, սա չի, մենակ մի պահ երևի ձեզ ցույց տամ, ես հղումը կդնեմ, որպեսզի դուք էլ նայեք, մեկ վայրկյան այստեղ ռեկլամա գնում, հուսով եմ ձեր գլուխը չտարա, չձանձրացրեցի, բայց ամեն դեպքում ուզեցա բացատրեմ ու ինչ-որ չափով էլ ներկայացնեմ, որ ժողովուրդ դա գոյություն ունի, եթե դուք չեք լսել, եթե դուք տեղյակ չեք ու դա նորմալ է, մարդիկ կան, որ չեն լսել պարզապես այդ օրենքի մասին ու դրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց նաև իմանալ ու ասել, որ չգիտեմ, ես լուսնից եմ իջել ու ինձնից բաներ եմ հորինում, դա էլ է մի քիչ սխալ, որովհետև ես նորից եմ կրկնում, եթե իմ բերանից ինչ-որ бан է ելնում, ապա ես վստահ եմ այն ինչ որ ասում եմ, ուղղակի չեմ ասում։ Մեկ վայրկյան։ Первое правило не звонить в полицию. Иногда это очень опасно. Իմիջիայլոց նայեք ինչի մասին է խոսում Իսպանիայի այդ գործակալությունը, որ ասում է առաջի օրենքը չզանգել ոստիկանություն։ Այսինքն ավելի լավ է, գերադասելի է, դուք ինքներդ փորձեք ինչ-որ միջոց գտնել այդ մարդկանց հետ պայմանավորվել կամ դուրս հանել, քան թե զանգել ոստիկանություն, ոստիկանությունը գնա, արձանագրի, որ ձեր տուն մտել են ու 48 ժամ անցել է, օրենքը անցել է այդ մտնողների կողմը, ու այդ դեպքում եթե դուք հանգարց որոշակի փորձեք քայլ անել եւ դուրս հանել այդ մարդկանց, ապա օրենքը շրջվում է ձեր դեմ ու դուք եք արդեն պատասխանատու այդ մարդկանց լավ լինելու հետ, եթե հանգարց մի բան եղավ, մեղավորը դուք եք, այդ մարդկանցից մեկը մահացավ, մեղավորը դուք եք, վնասվեց ընկավ, մեղավորը դուք եք, այսինքն արդեն առաջին կասկածյալը դառնում եք դուք տանտերը։ Մեկ վայրկյան հեսա շրջան։ Այսպես նստեմ։ Да, но мне нравится. Это какой-то пипец. Если вы думаете... Իդեպ այդ հաղորդման մեջ մի ռուս էր խոսում, նախելով, որ իր մայրիկը նոր տարվա որ դուրս է եկել 2 օրով ուրիշի տունը նոր տարի նշելու, երբ ետ է վերադարձել, տան արդեն ուրիշներն են բնակվել, այդ կնոջ շորերը անեգցել են դուրս, իրան շորերն են դրել պահարանի մեջ, որ ապացուցեն, որ իրանք այս տան մեջ ավելի երկար են ապրում եւ այդ տունը ուրիշ մարդիկ չեն եղել։ Մեկ վայրկյան, որտեղ որ ես նայել եմ, что в Европе все окей, безопасно и можно покупать здесь недвижку и не париться, это, к сожалению, не так. Так. Во всей Европе есть такая проблема, когда в недвижимость могут селиться арендаторы, они не платят деньги, и ты их, собственно, не можешь вообще выселить. Если бы я не знал, не владел этой информацией до этого выпуска, я просто никогда не мог подумать, что такое возможно в европейской стране. Но есть спасение, в Барселоне есть человек, который занимается выселением всех этих товарищей из недвижимости, его зовут Дани, и сейчас я иду к нему, чтобы узнать все детали. На подольше. Их не волнует, что ситуация ухудшается, что сквотеров слишком много. Это проблема. Ада Калау было раньше сквотером.
Мэр Барселоны была раньше сквотером. Բարսելոնայի քաղաքապետը, այս կինը, առաջ եղել է այդ ներխուժողներից եւս մեկը, որ ներխուժել է ուրիշի տուն եւ ապրել է, այսինքն ինքը այդ մարդկանց կողմից է, որ ներխուժել ու բնակվել։ Мэр Барселоны была сквотером. Да, есть фотографии. Да, за 4 года до того, как стать мэром, была. Есть фотографии в интернете. Полиция достает ее за волосы из квартиры. Ասեք В կթարգմանը։ Барселоне есть даже школы для сквотеров, и она оплачивает. Նույնիսկ ասում է Բարսելոնայում հատուկ այդպես դպրոց կա, որ սովորեցնում են ինչպես ներխուժել տներ եւ բնակվել։ Թարգմանում եմ, որ մարդը կարող է շատերը չեք հասկանում ռուսերեն, չեք ապրել կամ չեք անցել այդ լեզուն։ Чувствует их из казны города. Она поддерживает сквотеров? Да. По какой причине? Եկեք, Ей это нравится. փորձեմ մի քիչ առաջ տամ։ Икшик вашу собственность, они скажут вам: удачи, обращайтесь в суд и пишите заявление. Так, чтобы с ними ничего нельзя было сделать. У нас проблемы с деньгами, ой, что-то банк не Բարձակալության է տվել իրանց բնակարանը ու Когда չեն уже կարող стало դուրս понятно, գալ։ что это такое, да, что они делают, как они себя ведут. То есть у нас там были долгие переговоры по телефону. Мы следили за квартирой, то есть в квартире всегда кто-то оставался. Мы связывались с Дани, да, то есть Дани говорит: окей, мы можем пробовать, но все, что мы можем делать, это там давить на них и так далее. За этих квартиру выкинуть не можем, потому что был факт договора аренды. Խոսքով ժողովուրդ։ Եկեք ես այս վիդեոյի հղումը կդնեմ ներքևում, եթե դուք նայում եք ու հասկանում եք ռուսաց լեզուն, կներեք հայերենով չճարեցի, երևի թե որտեվ ռուսաց լեզվով եմ մանեկել, քանի որ ինձ ավելի հեշտ է գրել եւ գտնել, այնպես որ այս հոլովակով ես դադարեցնում եմ այս թեման, կոմենտարիաները, եթե հանգարց ինչ-որ կոմենտարիա կլինի այս հոլովակի տակ, որ մենք չենք հավատում այդ օրենքը գոյություն չունի, ես պարզապես չեմ պատասխանելու, որովհետև գտնում եմ, որ նորից անիմաստ կլինի վերադառնալ, անդրադառնալ այդ թեմային, իսկ ովքեր արդեն վստահ են, որ համոզվում են, որ դա իրականություն է, ցավոք սրտի, այնպես որ հուսով եմ, որ հասկացաք ինչի նկատի ունեի ես ամեն ինչը ցույց տալով ու հասցնելով ու հուսով եմ, որ ոչ մեկիս հետ այդպիսի դեպք չի պատահի, անկախ նրանից կլինի մեր անձամբ սեփական առած գնաց տունը, թե սոցիալական բնակարան։ Հուսով եմ, որ այս, չգիտեմ, բեդա ոնց են ասում, այդ իրավի ցավալի վիճակը կանրադարձ, ոնց են ասում, հայերեն այսօր ինչ որ խառնում եմ, ոնց որ կշրջանցի մեզ ու կանցնի ու երբեք մեզ չի գա, չի դիպչի, այնպես որ սիրելիներս, ցանկանում եմ ձեզ լավ օր, ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք, անփորձանք լինեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, ձեզ ուղարկում եմ ինչպես միշտ, պաչիկ։